ժամինն է, կարդնանաս։ Ասեմ ինչ աստեղ կատարվում, գնում ենք կոնտինենտալ ռեստորան, այնտեղ հյուրանոցային համալիր է, էլի, բան ունեմ ձեզ ասելու ու ցույց տալու, ոյ, ինչ թվացել էր տանն եմ, մենք արդեն կոնտինենտալ հյուրանոցում ենք, փաստորեն, ուրեմն ես առանձնատներից մեկն է, այս հյուրանոցը իմն է, հիմա ավելի լավ որ տնից չեն գնալու, էլի, ուղղակի երեկվայից հետո, մի խոսքով, Հիմա կգնանք ես ձեզ ցույց կտամ իմ մեքենաները ու այսօր իմ մեքենաներից մեկն ենք փորձարկելու։ Կարող է այսօր չանենք։ Հեսա ակնում եմ գամ։ Տոր։ Ինչ հելար։ Սա սյոմշնիկ հեզ է սպասում, հելի։ Աղբոր պես հելի։ Ապե հելի։ Ապե երեք ինքան ապե գլուխս։ Գնա մի հատ լվացվի կդզվես։ Աղբոր պես գնա լվացվի կդզվես։ Դե ասում եմ լվացվի։ Լվացվի։ Դավայ, սյոմքի են գնացինք։ Չեք գալու։ Չէ, դրա հավեսը չկա, գնամ փոխվեմ։ Վայ ոնց եմ ներվայնանում, որ քնից հանում են։ Լավ, հիմա ուրեմն տեսնենք ինչ մեքենաներ ունենք, որտև ինքից շատ են չեմ հիշում արդեն էլի, հեսա տեսնենք որ մեկը չենք նկարել, դրանից էլ սկսենք, օրինակ ստեղ չեմ հիշում ինչ մեքեններ, հեսա մտնեմ, դե բարձացի, Արիելը Աչե, բայց յաշիկ նկարել ենք։ Չէ, լավ, դու հետ գնա։ Ստեղ ինչ ունենք։ Բացվի։ Ուզում եմ փոխեմ սրանց արագներից դնեմ, ես մի քիչ դանդաղ են։ Հələ դու սարի։ Բայց էլի յաշիկ չէ, դու սա գալի իմաստը որն է։ Չէ, լավ կանգնի։ Չէ, յաշիկ է, չէ, լավ, դու էլ հետ գնա։ Այս ինչ է, մութա չի երևում։ Հա, 221 Չէ, լավ, հետ գնա։ Լավ, ես ինքը ոնց որ զբաղված է, թող ինքը իր գործերով մնա, ոնց որ մեջը աղջիկ էլ կար։ Համ էլ միջև իմ առնել, սրանից նկարել էինք, էլի եմ վաղ։ Հաստատ պետք է այս մեխանիզմը փոխեմ։ Այս ինչ է, արի։ Հաչելի 221։ Այս քանի հատ եմ նույն մեքենայից առաջ եմ հասկանում։ Գնա։ Հիմա մի հատ նորմալ մեքենա չի լինելու, որ կարելի է նկարել։ Մայբախ, բայց չէի հիշում, որ առել էի։ Լավն է, հաչե, բայց ես կեղտոտ է օրինակ։ Լավ, ես թողենք մյուս անգամ կնկարենք, լավ, դու էլ հələ հետ գնա, մնաց վերջի գարաժը ստե ինչ էր։ Այս դանդաղը բացվում աչքից ստեղ, լավն է։
Համարները արդեն լավն է, իզուր չեմ այդքան փող տվել էլի։ Այ, տես, հա, քիչ էր մնում Մայբախը վերցնենք, չէ, այսօր, այմ այս մեքենան կնկարենք, հետո Մայբախս կնկարենք երևի, լավ այդ արդեն հետո կմտածենք, ես վարեմ այս մեքենան տենց անենք, թե վարորդով էր, վարորդից կանչեմ, չէ, լավ։ Հիմա որոշեցինք այս անգամ Rolls-Royce-ը փորձարկենք։ Հա, այս Phantom-ն է 2010-ն է իհարկե, մի քիչ հին է, բայց այս վերջիններից կվերցնեն արդեն դերում են էլի, հա։ Բայց բնականաբար ինչ պետք է անենք այս մեքենան միշտ անընդհատ ճիշտ է, պետք է բենզին լցնենք։ Միշտ հենց տնից դուրս ես գալիս, բենզինը պետք է լցնես։ Ու կապ չունի ինչ կանես լցնում։ Բարի օր ձեզ։ Այս 10 լիցելի պրեմիում։ Ուրեմն այս մեծ ավտոն, այս աշխարհի ամենամեծ ավտոն, Rolls-Royce Phantom-ն է։ Լեգենդար մեքենա է իրականում։ Իզուր չեմ առել էլի։ Հա։ 6.7 լիտրանոց շարժիչ ունի։ Ճիշտ է, շարժիչի համար ձիաուժերը մի քիչ են, ընդամենը 460 է, բայց 720 նյուտոն մետր է ոլորող մոմենտը, այնպես որ շատ լավ է, բայց մեքենան կշռում է 2.5 տոննա, այսինքն 2.5 տոննա, այնտեղ 460 ձիաուժ, մոտավորապես մեկ ձիաուժին գալիս է մոտ 5-6 կիլոգրամ քաշ, շատ է մի քիչ, բայց դե այս մեքենան արագ գնալու համար էլ չի էլի, որ ինչ-որ մտածես, նեղվես կամ բան ու ընդհանրապես ստեղ չպետք է էլ ես նստած լինեի, ստեղ պետք է վարորդս նստած լիներ, ուղղակի լողանում էր, հա, ասեցի ես առանց իրա դուրս գամ էլի, այսը լողանա վերջացնի, իրանը կվերցնենք, արդեն ես հետևը կնստեմ, ոնց որ որտեղ պետք է էլի, հա։ Այս մեքենան արդեն 7-րդ սերունդն է Phantom-ի, որ սերունդ է սերունդ, ինքը ոնց կա այդ բարձր ստատուսով, տենց իրա ստատուսը միշտ պահում է, թե իրա որակի հաշվին, թե իրա անվան հաշվին, թե իրա գնի հաշվին, 9-10 մոտավորապես թվերի Phantom-ը, տենց մի 400,000 դոլարից սկսում է, մոտավորապես, լավ 350, էդ էլ ձեր խաթեր, հա, այսինքն 9 տարվա մեքենա է սա, բայց այդքան թանկարժեք, գինը չի գցում, օրինակ ես նոր Մայբախները ոնց են, արտադրվեց, նախ համարյա նույն 222-ն է, շատ քիչ բաներով է տարբերվում, երկրորդն էլ են, որ արդեն ոչ ոք Մայբախին առանձնապես լուրջ չի նայում, հին Մայբախին ավելի լուրջ են նայում, բայց Rolls-Royce-ը այդ խնդիրը չունի, որովհետև ամբողջովին ամեն ինչով տարբերվում է, ամեն ինչով, բոլորս էլ գիտեք, որ Rolls-Royce-ը BMW-ն է արտադրում, բայց այս մեքենայի մեջ BMW-ից ոչ մի բան չկա, սաղ հենց Rolls-Royce-ը, ամեն ինչը, թե փայտը, թե այս կաշին, թե կարերը, թե կոճակները, թե պատրաստման ձևերը, լիովին ուրիշ է ու
չգիտեմ, երբեք, եթե չիմանաս, որ BMW-ն է արտադրում, տենց չես էլ իմանա, կյանքում չես նմանացնի, իսկ Maybach-ի դեպքում այդպես չի։ Rolls-Royce-ը արտադրվում է միայն Մեծ Բրիտանիայում, այնպես չի էլի, որ մի հատ Չինաստանում գործարան ունի, մի հատ Ռուսաստանում, մի հատ Հնդկաստանում, մի հատ բան, չէ, մենակ Մեծ Բրիտանիայում է արտադրվում, հավաքվում է միայն ձեռքով, դրա համար էլ այդքան թանկարժեք է ու հավաքվում է բացառապես այն ամենաբարձրակարգ նյութերով։ Այստեղ նույնիսկ աուդիո համակարգը ճիշտ է 7 Logic է, BMW-ի սիրահարները գիտեն դա ինչ է, որովհետև թանկարժեք օպցիա է BMW-ների համար, այդ Logic 7-ը։ Բայց այստեղ ոչ թե սովորական Logic 7-ը, այլ Lexicon, ինչ որ 7 Logic-ի հատուկ ինչ որ տենց գիծ է, որ դրվում է միայն շատ բարձրակարգ մեքենաների մեջ ու շատ թանկարժեք աուդիո համակարգ է։ Այո։ Այստեղ ոնց նայում ես, ամենտեղ սենց Rolls-Royce-ի էմբլեմաներն է, լոգոներն է, դեմը 4 տեղ մենակ Rolls-Royce, այսինքն չես կարա նստես մեքենայի մեջ ու չհասկանաս ինչի մեջ ես նստում։ Rolls-Royce, այստեղ սենց շատ հետաքրքիր կոճակ ունի, Rolls-Royce-ի ժամացույցն է, լեգենդար, բայց այստեղ կոճակ ունի, քանի որ մեքենան արդեն նոր մի քիչ արտադրության է ու էլեկտրոնիկապես հագեցած է, այստեղ կա մոնիտոր նաև, որը կառավարվում է այստեղ թաքնված ջոյստիկով, շատ հարմար է, միացրեցիր քո Logic 7-ը, չգիտեմ ինչ-որ երաժշտություն միացրեցիր, ուզում ես ժամացույցը վայելել, վերջ, ոչ մի մանիտոր, ոչինչ, շատ գեղեցիկ ամեն ինչ պատրաստված, շատ հաճելի շոշափելու համար, որովհետև կոճակները շատ հետաքրքիր ձև ունեն, սենց մի քիչ դուրս եկած, վրան փոսիկով, սենց թեթև սեղմում ես, սենց շատ հին ոճով այդ, հին ոճը պահպանված է, այստեղ նույնիսկ այս փեջերի օդառիչները որ կան, այս սենց այն հին ձևով բացվում, փակվում են այս սենց։ Յա, մեզ ջորի է աբգոնանում, ջորի չէ, 06, բայց տես տյունինգ արած էր կեսը, գազարագույն ներքևը սև։ Տես մեքենայի մեջ ես նստում ես ու նավ է իսկականից, մեծ է նախ, շատ մեծ է, համարյա 6 մետր երկարություն ունի, ծանր է, դրա հետ մեկտեղ բնականաբար կառավարելիությունը, սենց նավային, շատ հետաքրքիր, երբեմն նույնիսկ սիրտդ խառնում է, այստեղ կա մետ կոճակ, ձեզ կթվասա ինչ-որ դարակը հեռախոս պահելու համար, բայց ոչ, այստեղ նստարանների կառավարելու կոճակներն են, այո, այսինքն հետաքրքիր ձևով, այս աջ կողմում ուղևորի նստարանն է, ձախ կողմում իմ նստարանն է, այստեղ նույնիսկ մեջտեղի հատվածում վարակույրներն են հետևի պատուհանների, 3 վարակույրները հետևի 2 դռների և մեծ հետևի ապակու։ Այստեղից լուկն է, այստեղ կոճակներ են մեջտեղինը մեքենայի բարձրությունն, այսինքն պնևմոկախոցներն են բարձրացնում իջացնում մեքենային։ Ամենահետաքրքիր ցուցիչների վահանակն է, որ ես տեսել եմ նոր մեքենաների մեջ։ Նման բան երբեք չեմ տեսել, որովհետև հիմա արդեն բոլորը թվային, սենց մաքսիմալ ինչ-որ լույսերով, մույսերով, բան, հա, սենց ամեն ինչը շատ աչք ծակող, վառ, բայց այստեղ բնականաբար էլի չէր կարող պահպանված չլինել այդ հին, իսկական են հին Rolls-Royce-ի ոճը։ 3 կլոր մեծ անցքեր, մեկը արագություն, տախոմետր և տեղավորած աջ կողմի ցուցիչի մեջ և ջուր, ջրի տաքություն, բենզին, մի խոսքով, տակը փոքրիկ էսպես մանիտորներ կան, բայց շատ քիչ ինֆորմացիա են իրենք ցույց տալիս, որպեսզի աչքդ շատ ուշադրություն չգրավի, հա, որ այդ կլասիկան պահպանվի։ Նույնիսկ փոխանցում ատուփը տեսակ էստեղից է, ինչպես հին մեքենաների մեջ, հետևը ոնց է, կստացի, լավ է, ընտիր, հետևը ասում են ընտիր է, ինչքան ենք գնում, արդեն 180 գնում ենք, բայց կյանքում չես ասի, ես կարող է սուտ է, չէ,
Ես 180, բայց ընդհանրապես չի զգացվում։ Ոնց որ մոտավորապես 100 սովորական մեքենայի մեջ։ Այս տիպի չէի պատկերացնում։ Դա նշանակում է, հələ մի րոպե։ Այստեղ երկշերտ ապակիներ, այսինքն լավ ձայնամեկուսացում, լավ վիբրո մեկուսացում։ Դրա համար ոչ մի բան չի զգացվում մեջը։ Մեքենայի դե հարմարավետության մասին կարծում եմ ավելորդ է խոսելը, որ ասեմ մեքենան հարմարավետ է։ Դե բնականաբար պետք է հարմարավետ լինի։ $400,000 փող է տալիս, ոնց հարմարավետ չլինի։ Նույնիսկ վարորդի նստատեղն է հարմարավետ, որ սեփականատերը գրեթե երբեք չի նստում այս տեղում, էլի, հետևն է նստում, բայց միևնույնն է, սա էլ է հարմարավետ։ Իսկապես ամեն ինչը սենց որ զգացնել տալիս է, էլի, որ դու լիքը փող ես տվել այս մեքենայի համար։ Այն անմխիթար փող ես տվել։ Հա։ Բայց ինքը իր այդ փողի դիմաց քեզ տալիս այն ամեն ինչ պետք է, էլի։ Օրինակ ես Bentley-ն այդպես էլ չկարողացա ընդունեմ, որովհետև էլի քիչ փող չի Bentley-ն, ճիշտ է Rolls-Royce չի, բայց հա, շատ մատչելի էլ չի։ Բայց ինքը չի տալիս ոչ այն զգացողությունները, ոչ այն հարմարավետությունը, ոչ առանձնապես ոչ մի շատ բան չի տալիս իր գումարի, իր արժեքի համեմատ։ Մեզ խփել չկա, մենք թանկ ենք։ Այս 2.5 տոննա քաշող մեքենան ունի աշխարհի ամենաթեթև ղեկը։ Սենց թեթև ղեկեր, մեկ էլ լինում են այն ճապոնական վատ պուճուր մեքենաների վրա։ Որ սենց մի մատով պտտում ես, բայց այդ մեքենաները մի տոննա քաշ հազիվ ունենան։ Հեսա վարորդս արդեն զանգեց, ասես լողացել վերջացրել եմ։ Лето снаружи, лето внутри. Лето снаружи, лето внутри. Лето снаружи, лето внутри. Մի քիչ էլ դրսից հասկանանք, նայենք, ուսումնասիրենք։ Ինչ կարելի ասել։ Տեսքից սենց մենակ դրսից նայում ես, հասկանում ես, որ էտա, այն վերջն է։ Всё, էլ չկա սրանից այնքան։ Ամեն ինչը այն ամենա թանկ ձևի նիկելապատ։ Ու այս նիկելներից չի, որ 2 տարի հետո թափում արևից։ Այս այն ամենալավից է։ Անվահեցերը, ամբողջովին խրոմ, նիկել, երբեք չի թափվում, որովհետև ամեն մեկը մի աշխարհ փող արժի։ Բռնակներ, այս կանգնակները, ամեն ինչը, ահա, խնդրեմ։ Մի հատ այստեղից եկեք նայեք։ Ինչ ասեմ, հլես կաշին, այստեղ կա այս փայտը։ Այս փայտը շատ հետաքրքիր բան ասեմ։ Ամեն մի մեքենայի փայտ, որ մեքենան հետո կահավորվելու է այդ փայտով, ուրեմն մշակվում է 70 տարի։ Ուղիղ 70։ Մինչև 70 տարի չի մշակվում, մեքենայի վրա չի տեղադրվում։ Ու ինչպես ասում են, ամեն փայտը մշակողը հավանաբար չի տեսնում այն մեքենան, որի վրա տեղադրվում է իր մշակած փայտը, որովհետև արդեն հա, ողորմի։ Դրա համար հետո էլ հարցնում են ինչի է Rolls-Royce-ը թանկ։ Ամեն կողմում մի հատ անձրևանոց։ Ամեն անձրևանոցը արժի մոտավորապես այսօրվա գներով մի $4,000։ Հետո էլ ասում են ինչի է թանկ Rolls-Royce-ը։ Այն աշխարհի ամենաթանկ բաներն է, ինչը ասեմ։ Դրա համար այս մեքենան այդքան թանկ է։ Ոնց որ 1-2 սենյականոց բնակարանի դուռ սենց բացված լինի, կամ մի հատ ավտոտնակ։ Ավտոտնական մեջը մոտավորապես մի հատ դեու մածիզ կարելի է տեղավորել։ Ամեն ինչը այն սենց ասում ես դե լավ էլի հերիք է, ինչի համար այդքան։ Ասենք մարդ ենք էլի, մենք էլ ենք ուզում, չէ՞, չնայած ես ունեմ։ Հա։ Սա հայտնի հրեշտակի արձանիկը, որը գնում գալիս է, գնացովի գալացովի, կանանց ուղեղի նման խելքի։
Դե ժամանակին բնականաբար որ սենց տեխնոլոգիաներ չի եղել այդ իջնել բարձրանալու հարմարանքներ բան, հա ինչ որ փայտից բան տենց թելերով բաներով պետք է անեն, չեն արել, այնվաղ չէր կորում։ Ինչի հետևանքով շատ հաճախ գողանում էին, որովհետև դե գեղեցիկ արձանիկա, ինչի ասենք լինի մեքենայի վրա, այլ ոչ տան կամոդի, օրինակ։ Հա։ Դրա համար որպեսզի չգողանան, մեքենայի դռները փակելուց սա կորում է, իջնում է, բացում ես, բարձրանում է, բայց կա ձեռքով բացել փակելու են, մի րոպե։ Դες ռադիատորային այս քողարկիչը, այն մեքենաներից շատ հեռու մարդիկ էլ որ տեսնում են, հասկանում են, որ եթե չհասկանան էլ որ Rolls-Royce է, որովհետև կարող անունը չիմանան, բայց հասկանում են, որ մոտավորապես տենց 300-400 հազար դոլար փող են տվել այս մեքենային։ Ամեն ինչը շատ է, ինչ կա շատ է, նույնիսկ համարներն են շատ թանկ։ Սենց մեծ մեքենայի մեջ կպատկերացնեիր, որ մոտավորապես 7600 լիտրանոց բեռնախցիկ է լինելու, բայց ոչ, բավականին փոքր է, ինչի, որովհետև հետևը դրած է 2.5 լիտրանոց գազի բալոն։ Այստեղ սենց մեծ դարակ, որտեղ օրինակ կա Հայաստանի դրոշ, կտորներ, ինչ-որ մի խոսքով սենց լիքը զանազան բաներ, չիպն է, պահեստային չիպն է։ Հենց որ այս մեքենան ավելի հեշտ է գողանալ, քան մյուս մեքենաները, որովհետև կարելի ասա, եթե կարողանաս բեռնախցիկը բացել, կարող ես սա վերցնել ու աշխատացնել մեքենան։ Չէ, ասում են չէ, բայց խաբում են, որ չգողանա։ Մոգնիսը դզենք, մոգնիսը ուղենք, այս մոգնիսը ուղենք, բանցիկները, այսպես մոգնիսի կողքը դնենք, որովհետև այստեղից ենք վերցրել, այն, այո։ 2010 թվականի Rolls-Royce, Phantom, այո, ու դեռ այն ժամանակ նենց տեխնոլոգիա են մտածել ու տեղադրել այս մեքենայի վրա, որ այն ժամանակվա համար այդ մի հատ բում էր, նորարարություն։ Հիմա իհարկե շատ մեքենաների վրա կտեսնենք, բայց 2010 թվականին դրա մասին ոչ ոք չէր լսել, միայն Rolls-Royce-ն է արել։ Ու խոսքը գնում է այս ոտքով բեռնախցիկը բացել, փակելու մասին։ Մի վարքան, այս սենսորի, տեսեք, փակվեց։ Դե Rolls-Royce-ը, ինչ եք ուզում, իհարկե տեխնոլոգիան այն ժամանակ այդքան չէր զարգացել, որ միայն սենսորի միջոցով աշխատեր, դրա համար ամեն մեքենայի հետ տալիս էին մի հատ անձնական բրիտանացի հատուկ այս ֆունկցիան կատարելու համար։ Հիմա մերը դե փչացել էր, հայկական մի հատ վերցրեցինք մեր մոտից, Մալացիայից, բայց էլի նորմալ աշխատում է։
Հիմա կարծում եմ ժամանակն է, որ ես արդեն նստեմ հետևը, որովհետև իմ վարորդն եկավ արդեն։ Նստեմ հետևը, թե վայելեմ, մի քիչ պարկեմ, քնեմ, հանգստանամ, մի խոսքով կհանդիպենք ներսում։ Այ ամենասիրածս բայ էս մեքենայի մեջ։ Էլ նույնիսկ աշխատող չես պահում ու աշխատավարձ չես տալիս, որ դուռդ բացեն փակեն։ Շատ հարմար է։ Դե այս մեքենան բոլորս էլ գիտենք, որ այս հատվածի համար է ստեղծված, ոչ թե այդտեղի։ Հա։ Ահա, այստեղ ունենք վարակույրներ, փակում ենք։ Այստեղ ունենք վարակույր, փակում ենք։ Ահա։ Ու մնում ենք մենք մերոնցով, այն որ ասում են։ Ուրիշ որ մեքենայի մեջ կարելի է այսենց նստել։ Այսենց։ Աշխարհի ամենահարմար հետևի նստելու մեքենան է։ Այստեղ շատ կարևոր է, ունենք հայլի։ Ու հայլին այնքան է պարկում, ինչքան որ դու ես պարկած։ Այսինքն այսենց բրծում ես, ահա, մեկը քեզ տեսնում ես հայլի մեջ, եթե իհարկե ինքնասիրահարված ինչ որ մեկն ես, որ ուզում ես անընդհատ քեզ տեսնել, այո, նայում ես այս հայլու մեջ։ Այստեղ կան շատ փոքրիկ հայլիներ, ես այդպես էլ չհասկացա իրանց ֆունկցիան, երևի այս հայլին ձախունք դզելու համար է, այս հայլին աչ, ինչ որ տենց էլի, հա, որովհետև երկու ունքդ միաժամանակ մի հայլու մեջ չի տեղավորվում։ Այստեղ դե հասկացանք, այստեղ լույսերն են, կենտրոնական լույս, ավելի կենտրոնական մի քիչ մեծ լույս, մի խոսքով լիքը լույսեր կան, 4 կոճակ մենակ լույսերի համար է։ Ահա, սոսի կոճակ, այս եթե սոս անունով ընկեր ունես սոսն է գալիս, եթե չունես տենց ընկեր, զանգում է, այսինքն կապվում է 911-ի հետ, չնայած Հայաստանում դժվար կապվի, որտեղ մեր մոտ գծերը միշտ խառն են։ Ինչ ասեմ, հարմար, շքեղ, ճոխ, մի րոպե ես հանվեմ, շոկ, որովհետև սենց այդ էմոցիաներից բաներից շոքում ես, շատ հարմարավետ, արմնկակալ, տեսեք ինչ հետաքրքիր ձև է աշխատում, հոպ, սենց բացում ես, այստեղից սենց դուրս է գալիս, որ այն հետևի գեշ դատարկ մասը չերևա։ Սեղան բնականաբար, եթե մի քիչ հարուստ ես լինում, այստեղ կարող ես պահել ես մեքենայի մեջ անձնական մատուցող, այո, ու սենց տեղդ նստած կարող են քեզ մատուցել ուտելիքներ կամ ըմպելիքներ, էլ չեմ ուզում խոսել, որովհետև ուզում եմ ուղղակի այսպես նստել, վայելել, հա, մի հատ է շատ հետաքրքիր բան, եթե ձեր մոտից երևում է այս փոքրիկ այսքան վարակույրը, որը փակում է իր չափ փոքրիկ մի պատուհան։ Հետևը լեքսիկոնների բարձրախոսներն են, դռների վրա լեքսիկոններ, այնտեղ դիմացը լեքսիկոններ, ամենուր լեքսիկոններ, գեղեցիկ հնչողություն։ Այս ամբողջ ընթացքում ոչխարի ձայնն է լսում, չէի հասկանում որտեղից է գալիս։ Հիմա հասկացա։ Այս տեսնում եք, այս գորգերը մաքուր, բուրդա ու հաստությունը մի հատ նայեք, խնդրում եմ։ Սրանով կարելի է ծածկվել։ Սրանով իսկապես, չէ, ծածկվել չէ, բայց կարելի է, հա, կարաս վերմակ կարես ու ծածկվես։ Չնայած արդեն կարած է։ Էլ ինչ վերմակ։ Էս ինչ է։ Օհո։ Այս փոքրիկ ոչխարիկների տակ թաքնված են այսպես հեսա հասկանանք ոնց ենք իրան օգտագործում։ Այս ինչ թեքում եմ, հա, հանում եմ իրան ու սենց եմ դնում, ահա, այնոր, հետո ոչխարիկին դնում ենք տեղը, ահա, ու դառնում է, հա, հասկացա, սենց ոտքերի համար թեք, շատ հարմար է։ Այս նոր մոդելների մեջ արդեն երևի դիմացի նստարանից կամ գետնի տակից ավտոմատ է դուրս գալիս, հա, սա, բայց դե քանի որ այն ժամանակ
Այս օրվա պես տեխնոլոգիան դեռ զարգացած չէր։ Արել են ձեռքով, այսինքն մարդիկ դրա մասին էլ են մտածել։ Գոնե մտածել են ու արել են։ Շատ հարմար է։ Այս աշխարհի ամենահարմար մեքենաները ուժ եմ ասում։ Իզուր չեմ առել էլի։ Հա։ Հիմա ճիշտ ժամանակն է այստեղ պարկել, հորիզոնական դիրք ընդունել ու մի քիչ վայելել այս ընթացքը, քանի կա այդպիսի հնարավորություն, որովհետև բնականաբար այս մեքենան հոյի մեջ էր, խափում է էլի, հա, ինչի համար ի դեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերներին, Premium Car ընկերությանը, այո, այս շքեղ մեքենան ու այլ շքեղ մեքենաներ տրամադրելու համար մեր նկարահանմանը, մի խոսքով այսօրվա համար այսքանը, ես գնացի քնելու, բայց հետևեք մեր եթերներին, անպայման մենք դուրս ենք գալիս եթեր ամեն կիրակի երեկոյան ժամը 20-ին Կենտրոն TV եթերով։ Նաև միացեք մեզ անպայման YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, ամենտեղ կանք, բաժանորդագրվեք, որպեսզի հետ չմնաք ոչինչից։ Ես գնացի։ Շատ հաճելի էր ձեզ հետ։ Մամիկոն կամաց։ Հա, բայց այդտեղ գլխարկներից պետք է ունենայի։ Օրինակ դուք ձեր շոֆերներին չեք տալիս այդ գլխարկներից։ Տալիս եք, բայց որ քիչ եք բերե։ Կարող է բագաժնիկում մի հատ լինի։ Ինչ։ Բաբուշկա։ Բաբուշկա, չէ, բաբուշկա չէ։ Ստեյ մի հատը ջարդել են ապեր։ Ես չեմ։ Գիտեիր։ Հա, հա։ Հա, նավ ստացել ես։ Ինտերնա ջարդել։ Հա։ Ինտերնա ջարդել։ Հա։